պիտի նշեմ, որ վերջին տարիներին մեծ բան է փոխվել։ Մշակույթը ձևավորվել է եւ տնտեսվարողները նույնիսկ այն պարագայում, երբ ունեն իրենց ներքին իրավաբանական թիմը, in-house lawyer-ները, հասկացել են մի կարևոր բան, որ երբ ներքին իրավաբանները իրենց իրավաբանական թիմը ընթացիկ իրավական սպասարկումը տնտեսվարողի բարեհաջող իրականացնում է, խնդիրներ չեն առաջանում, բայց հատուկ պրոյեկտների կամ բիզնեսի ընդլայնման, նոր բիզնես ձեռք բերելու կամ աստված չանի բիզնեսի շրջանակներում պրոբլեմների, այդ թվում նաև քրեական իրավունքին առնչվող պրոբլեմների, որտեղ մենք գիտենք, որ վերջին տարիներին հարկային վարչահարության փոխարեն շատ դեպքերում պետությունը դիմում է հարկային տնտեսական հանցագործությունների շրջանակներում տնտեսվարողներին ուրեմն այսպես քրեական հետապնդման դիմելու գործիքակազմին, որպեսզի հարկային մուտքերը ավելացնի, այս դեպքերում անհրաժեշտություն առաջանում դիմելու արտաքին իրավաբաններին։ Ինչի, որովհետև արտաքին իրավաբանները կամ իրավաբանական թիմերը, ես այստեղ տեսնում եմ գործընկեր փաստաբանական գրասենյակների ներկայացուցիչների եւ բանախոսների մեջ եւ հանդիսատեսի ներկաների մեջ, որոնք մեծ թիմերով իրավունքի բոլոր ճյուղերը փակելով հնարավորություն են տալիս բիզնեսին մեկ ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում լուծել իրավունքին առնչվող իրենց բոլոր խնդիրները։ Մենք ունենք օրինակ հաճախորդներ, որոնք նույնիսկ մեծ իրավաբանական թիմ ունեն, ներքին իրավաբանների, բայց օրինակ պայմանական եմ ասում, ծանր սնանկության գործով, որի վարույթի մասնակիցը դառնում է տնտեսվարողը, դիմում են մեզ, որպեսզի մենք հատուկ այդ սնանկության ոլորտի շրջանակներում ուրեմն այսպես թիրախային աշխատենք իրանց իրավունքները իրականացնելու համար։ Սա հիմնական այն միտքն է, որը քննարկելով տնտեսվարող հաճախորդների հետ, տնտեսվարողները լավ ընկալում են այս հարցի կարևորությունն ու անհրաժեշտությունը, մենք այսպես մեր սլոգանի նման բան ունենք, ասում ենք ձեր outsource իրավաբանական դեպարտամենտն ենք մենք։ Դուք մեզ դիմում եք, ունեք խնդիր քրեականով ենք զբաղվում, սնանկություն, քաղաքացիական, մտավոր սեփականություն, մրցակցության պաշտպանության հարցեր եւ այլն, այս բոլոր հարցերը մենք լուծում ենք ու երբեք չենք ասում, որ դուք in-house lawyer, այսինքն ներքին իրավաբանի կարիք չունեք, որտեղ ներքին իրավաբանները ամենակարևոր առանձնահատկություն ունեն, որոնք outsource իրավաբանական թիմերը չունեն։ Դա տնտեսվարողի, ուրեմն իրավաբանական կենսագրության, ինստիտուցիոնալ հիշողության կրողներն են իրանք։ Իրանք գիտեն, թե որ փուլում ինչ խնդիր է եղել, իրանք գիտեն, թե որ խնդիրը իր հետևից ինչ հետևանքներ կարող առաջացնի, որին outsource իրավաբանական թիմը նամանավանդ սպասարկման սկզբնական փուլում չի տիրապետում։ Այսքանը երևի կսահմանափակվեմ, եթե հարցեր կլինեն, սիրով կպատասխանեմ։